Չի դիմացել Փաշինյանն ու սրտիկել է անգամ քվյատուփին, չնայած քարոզչության արգելքին։ Հորդորել է տեր կանգնել իր բնորոշմամբ երեխաների հեղափոխությանը։ Ժողովուրդ ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը եւ երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու առաջ։ Իսկ եթե ժողովուրդն այս անգամ քվե չտա Փաշինյանին, նա պատրաստ է որպես ընդդիմադիր շարունակել քաղաքական գործունեությունը։ Ժողովուրդը ինչ որոշի ես կանեմ։ Ամբողջ նախընտրական շրջանում ու հենց այս պահին անընդհատ ցույց է տալի, որ չի ուզում ժողովրդի որոշման հետ համակերպվի, բայց ստիպված է լինելու։ Հայ ժողովուրդն այսօր խորհրդարանական ընտրությամբ հնարավորություն ունի փակել ամոթի եւ խայտառակության էջը։ Հայրենի գեղամավանում քվեարկությունից հետո ասել է Հայաստան դաշինքի ընտրացուցակի երկրորդ համարը Իշխան Սաղաթելյանը։ Հանուն Հայաստանի, հանուն կայունության, անվտանգության եւ զարգացման։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրացուցակի առաջին համարը Նարեկ Կարապետյանը եւս Հայրենի համայնքում է մասնակցել ընտրությանը։ Քվեարկել է հանուն վերածնվող Հայաստանի, որտեղ մարդիկ ոչ թե հակադրություններով, այլ համերաշխությամբ են առաջնորդվելու։ Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելու եւ ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու։ Վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ սկսենք մեր երկիրը սարքենք լուրջ զարգացող ակտիվ երկիր։ Հանուն փոփոխություններ բերող եւ իսկապես ուժեղ Հայաստանի է քվեարկել ուժեղ Հայաստան դաշինքի ընտրացուցակի երկրորդ համարը Արամ Վարդևանյանը։ Բարեկեցությունն է, որ պետք է մեր հասարակությունում այլևս որպես խնդիր չլինի։ Իսկապես մեր հասարակությունը դրան արժանի է։ Խաղաղությունը պետք է լինի որպես իսկապես ելակետային մոտեցում, որին իրապես հավատում ենք եւ նույնիսկ դուք գիտեք, որ նաեւ հայտարարություն էլ այն չէ, որ մենք նույնիսկ երաշխավորում ենք, որ այն լինելու։ Կնոջ եւ թորնիկի հետ է ընտրատեղամաս գնացել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Ծրարը քվեատուփ է նետել թորնիկը։ Հավաքական ընդդիմությունը շանս ունի հաղթելու այս ընտրություններում։ Միանշանակ հաղթած ենք արդեն, մնացածը կնայենք, ովքեր որ ամենաշատ ձայն հավաքեց, նայել իր վարչապետի տեկածը կառաջան։ Ծառուկյանը նորից են գծել, ինքը պաշտոն ստանալու համար չի մասնակցում ընտրություններին, երկիրը ծանր վիճակից հանելու գաղափարով է առաջնորդվում։ Ծառուկյանը եթե այդ գործի մեջ խառնվել է նորից, ոչ թե ինչ որ դրա կարիքը ես ունեցել եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, ոչ էլ գումարի, այլ սիրտս ցավում է, տեսնելով որ այդ իմ ազգը այդ ծանր վիճակում, որ ստի ձևական սուտ խոսալով, ասելով, քամի անելով, չի կարելի այս երկիրը հնարավոր է զարգացնել, ծաղկացնել, լավ փոփոխություններ լինի, որ մարդիկ լավ ապրեն։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները իսկապես պատմական նշանակություն ունեն։ Որոշում ենք մեր ու մեր երեխաների ապագան։ Քվեարկելուց հետո հայտարարել է Միասնության թևեր կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը, հորդորել ժողովրդին բաց չթողնել վերածննդի հնարավորությունը։ Մենք իրավունք չունենք, Հայաստանը չի կարող այդ ճոխությունը թույլ տալ ունենալ իշխանություն, որը վիրավորում է մարդկանց, որը բառապաշար է օգտագործում։ Մեզ պետք է միավորում, մեզ պետք է ձերբազատվել բոլոր այս ամբողջ նախկիններ բոլոր այդ վանդակից, այսպես ասած, որպեսզի մեր կարողանանք բոլորով մեր պետությունը առաջ տանել։ Արփիս Քյասյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։